В общем, այդ բենզա լցակայանից հելնում ենք, մի րոպե հետո ես ֆռում եմ հետև եմ նայում CLS-ից, հետև եմ նայում, սենց տղեկ չեն երևում։ Ասես ֆռում եմ, հետև եմ նայում, հա հետև եմ նայում, սենց ոնց որ հորս արև սիրտս կախա, երդվում եմ, հա հետև եմ նայում, ասելուց ես 10 վայրկյան հետո ինձ զանգ է գալի։ Միրզախանյան Արմենն է զանգում։ Շնչակտուր, ֆռացեք, հետ եկեք, ավտոն, չէ չաս ավտոն, ասաց ֆռացեք, հետ եկեք, ավարի ենք տվել։ Ոչ մեկին չեմ գտնում, վաբշե եմ սարսափում, որտև կողը ձոր էր, աչքոմը ձորա, Արմենը խոսում է, բայց զապիծենը չեմ լսե ես հեռախոսով էլի, հայր որս արև, պատուանից ամեն ձև ման են գալի, չկա, մի 700 մետր բարձրում ենք, տենում եմ, տղեկը պարկ ասո դուսը կայնած են, արդեն տենում եմ, որ տղեկ հետ ամեն ինչ օքեյ է, ու տենում եմ, որ ավտոն, իմ ավտոմեքենան չկա, ուղակի մտելա հարպաս այդ բուդկայի մեջ, ժեշտից, երկաթից բուդկայի մեջ, ավտոյս կեսը բուդկայի մեջ է, իմ մոտ ուղղակի ծիծաղ է սկսում գալի, էդի հիստերիա է, էդի լոմկա է, էդի նորմալ է, կորոն եկավ, էրոն թոփլում էր, բայց ծիկ կայնած էր էլի թոփալ քայլում էր, իր ուշքում իքած մենակ ավտոներ, զերթում էրոն բացի ավտոյից ուրիշ բանի մասին չէր խոսում, գլուխը բռնել էր ասում վաղ ավտոն էս ինչ արեցի բան, ասում է հանգստացի ասի, այդ դեպքի տեղը ուղղակի այդ որ մայթում էրոն ավտոն արդեն մտել է մյուս մայթ, այսինքն մի գծից մյուս գիծ անց է, երբում մտել խաչա դրած, մեծ հսկայական խաչա դրած, ու էրոն ուղղակի այդ խաչից 3 մետր այսկոմ մտել է այդ ֆուրգոնի մեջ, որս այդ խաչը դրած է 3 մետր այնկոմ ֆուրգոնն, այսինքն դեմի մայթն է, էսի ճանապարհն է, 2 գիծ է հայր, 2 գիծ է, էրոն այստեղ մտել է աստեղ խաչա դրած եղել։ Երթում մտեղ խաչ է դրած ու ես հետո նայում եմ, երկար նայում եմ, չեմ կարում էլի